Հա շատ ուրախ եմ այդ առումով, շատ ուրախ եմ։ Վստահաբար արդարացնելու ժամանակն էլ կգա, դեռ հատուցումն էլ կգա, հատուցման են օրերը, որ Միքայել Սրբազանը անցկացրել է բանտախցում կալանավայրում, բնականաբար նաև իմ ներկայությամբ անցկացրել, ես էլ մի պատիժ վարեմ, կրկնակի հատուցում պիտի տան դրա համար։ Ուրեմն ոչ միայն կալանքի տակ գտնվելու առումով, այլ նաև իմ ներկայության գտնվելու, այսինքն միասին լինելու առումով, դա էլ մի ուրիշ այսպես ասած պատժամիջոց, ուրեմն հորդորում եմ, որ կրկնակի լինի հատուցումը այդ առումով։ Իսկ ինչպես եք անցկացնում միասին, հա, երկու սրբազաններով մեկ երկուսը 3 դարձավ։ Փոխարեն նվազներ աճեց։ Շատ լավ։ Մեր եղբայրությունն ենք վերագտնում։ Ուրիշ բան չկար, մեր հոգևոր կյանքի, եղբայրության, մեր ապրած օրերի, մեր ճեմարանական տարիների, ամեն ինչը։ Այսինքն ոչ մի նեղություն որպես այդպեսին գոյություն չէ։ Միակ նեղությունը պետության մասին է։ Մեր կյանքի մասին է։ Մեր այս իրականության մասին, այս ինչ ասեմ, այդ բառը շատ չեմ սիրում, բայց ասեմ աբսուրդի թատրոն լինելու մասին է։ Այս ինչպես Սուրբ Գիրքն ասում է, այն երկիրը հանձնված այն մանուկներին, որոնք ուղղակիորեն արժանավորին անարժանավորին արժանավորի դեմ, փոքրին մեծի դեմ, թշնամության, ատելության եւ երկիրը կտոր հանձնելու գործընթացի մեջ են, ընդ որում նաեւ ենթակա լինելով թշնամական ուժերին եւ ժամ առ ժամ կատարելով նրանց պահանջները, ում կյանքի հաշվին, մեր կյանքի հաշվին, սա էր մեզ նեղություն տվողը միայն, թե չէ անձնական իմաստով հակառակ, սրանք այնքան անխելք ու անգրագետ են, որ ես ասել եմ մի առիթով, մեր կենսագրության 35 տարին գողացել են, կողոպտել են, քայքայել են այդ կենսագրությունը, որը մենք մեր քրտինքով եւ արյունով են կառուցել, ոչ միայն ես կամ Միքայել Սրբազան կամ Արշակ Սրբազան կամ հոգեվորական, այլ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտով, ազատագրությամբ եւ այլն, անկախության այս ամբողջ ճանապարհով, ոչ միայն գողացել են այդ կենսագրությունը, այլև այնքան անխելք են, ինչպես նորից կրկնեմ, այնքան անխելք են, որ այս բանտարկությամբ կամ կալանքով հարստացրեցին մեր կենսագրությունը, լցրեցին մեր կյանքը, վերականգնեցին մեր հոգևոր մտավոր կյանքում, մեր ճանապարհորդության մեջ շատ բաներ, որոնք փոքր կամ մեծ իմաստով կորցրել ենք։ Այդքան անխելք են, խելք էլ չունեն։ Իսկ այս գործը ընդհանրապես այնքան փնթի գործ է, ինչպես Միքայել Սրբազանի գործը, որ ընդհանրապես գործ գոյություն չունի, ընդհանրապես այնքան փնթի, այնքան վատ արված, որ մի առիթով դատարանում ասում, եթե ես ձեռնարկեի, հաստատ շատ ավելի լավը կանեի։ Ես եմ այր ատորը մեկ հայարակելական եկեղեցու կողքին եք հավատացոր զավակները ուղիղ եթեր է սա։ բոլորս իրար հետ հա, ուղիղ եթերում ենք։ Միքայել Սրբազան, եթե լսում եք, նախ Աստված օգնական, ստիպված դատարան պիտի նիստի գնանք, եթե գալու եք շուտ եկեք։ Հա, այս խցանումները ուղեկցող չունեք, մի 6-7 հոգի ձեզ չեն սպասարկում ծառայում, անվտանգություն, չեն դրել ձեզ հետ, խնդրում եմ շուտ եկեք, որ ձեզ եղբայրական սիրով ողջույն ստանանք ձեզանից և գնանք ահաբեկվելու ներսում, ահաբեկչության հերթական արարին մասնակցելու։